Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Բարև ձեզ, եթերում իմունիտետ հաղորդաշարն է, ես բժիշկ Գրիգոր Ավետյանն եմ։ Մեր նպատակն ու առաքելությունը մեկն է՝ տալ պրակտիկ խորհուրդներ եւ լուծումներ, որոնք կօգնեն ձեզ պահպանել առողջությունը, կանխարգելել հիվանդությունները, ապրել առողջ եւ առանց սահմանափակումների, իմունիտետի հետ բարելավեք ձեր առողջությունը։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմունիտետ հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները մեծ հռչակ են վայելում ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Իսկ որպես գործող օրթոպեդ ես կարող եմ երաշխավորել այս էնդոպրոթեզների որակը։ Մենք կատարել ենք բազմաթիվ վիրահատություններ հիասքանչ արդյունքներով։ Վստահեք United Orthopedic-ին եւ բարելավեք ձեր կյանքի որակը։ Որպես օրթոպեդ կարող եմ փաստել, որ մարդու հենաշարժիչ համակարգի եւ ընդհանրապես առողջության եւ իմունիտետի հիմքերը դրվում են կյանքի առաջին իսկ օրվանից։ Եվ թե ինչ խնդիրներ են առաջանում հետագայում, խիստ կախված է նրանից, թե ինչպիսի խնամք եւ ուշադրության է արժանանում նորածինը իր կյանքի առաջին իսկ օրվանից։ Ինչպես խնամել, ինչ խնդիրներ են մեզ սպասում եւ որոնք են միֆերը։ Այս խնդիրների մասին եւ ընդհանրապես կարծրատիպերը կոտրելու հետ կապված այսօր կզրուցենք մանկաբույժ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի հետ։ Բարև ձեզ, բժիշկ Ջանազյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը եւ մեծ հույս ունեմ, որ այսօր մենք ունենանք անկեղծ եւ շատ ջերմ զրույց, որպեսզի մեր հեռուստադիտողները կարողանան տեսնել իրականը, ինչ ենք մենք տալիս։ Ոչ եթերային միգուցե, բայց իրականը։ Շատ խնդիրներ կան, որոնք վերաբերում են նորածիններին։ Մեծ ուրախությունը շատ արագ վերափոխվում է խուճապի, երբ նորածինին բերում են տուն եւ առերեսվում են իրականությանը, ինչպես լողացնել, ինչպես խնամել, ինչու համար է երեխան լացում եւ արդյոք դրա համար պետք է անհանգստանալ, թե ժամանակն է դիմել բժշկի։ Այս ամեն ինչի մասին խոսենք այսօր։ Խոսենք։ Եվ սկսենք ամենակարևորից, որը ամենամեծ խնդիրն է երևի թե լացը։ Երեխան ուրիշ շփման լեզու բացի լացածից չունի։ Ու ցանկացած մամայի համար իհարկե լացը դա հենց իր տագնապի աղբյուրն է, միշտ երեխայի լացը ասոցացվում է ինչ որ հիվանդագին վիճակի դիսկոմֆորտի հետ, բայց դա ոչ միշտ է տենց։ Ոչ միշտ է լացը սովի նշան, ոչ միշտ է լացը հաց տակտի նշան, ու սովորաբար առաջի ամիսներին մամաները սկսում են արդեն տարբերակել երեխայի լացը։ Իրականում ոչ մի լաց իրար նման չի, ցավային լացն ունի իր տեմբրն ու հաճախականությունը, պահանջի լացն ուրիշ է, կարիքի հոգալու լացն ուրիշ է, ու տենց աստիճանաբար մաման սկսում է հասկանալ, որ դեպքում ինչ է պետք անել, բայց հա միանշանակ առաջի օրերին ու շաբաթներին խուճապը միշտ տեղա ունենում իրանց մոտ։ Իսկ այդ դեպքում ինչպես պատրաստվել դրան, ո՞նց անենք, կամ ինչ խորհուրդներ կարող ենք տալ, որ դրանք լինեն պրակտիկ եւ մեր նորաթուխ մայրիկները կամ ծնողները այդ ամեն ինչը հասկանան, չէ՞ որ բացի մայրիկներից կան շատ հզոր հատված, այստեղ մեր տատիկներն են, որոնք մեր ավանդական գիտելիքներով եւ շատ բաներով ճնշում են նորաթուխ մայրիկներին, որ էսի ճիշտ, այսի սխալը, դրա վերաբերյալ ոնց կողմնորոշվի նորաթուխ մայրիկը, թե որ լացը ինչին է վերաբերվում եւ վտանգավոր է թե չէ։ Ընդհանրապես իրականում կարելի է ասենց որոշակի կողմնորոշիչ բաներ ասել, որ նորաթուխ մաման հասկանա այդ մոտավորապես ինչ լացի մասն է խոսքը։ Նախ պետք է նա հասկանա, որ եթե օրինակ ինքը լավ կաթ ունի ու adekvat կերակրում է նորածնին, նորածինները սովորաբար օրվա մեծ մասը պիտի լինեն քնած։ Արտանալու են մոտավորապես 2-ից 3 ժամ ինտերվալներով, որ ուտեն։ Իսկ այդ միջակայքերում կարա էլի լինի լաց, բայց դա լինի արդեն ինչ որ պահանջի կամ դիսկոմֆորտի ամենապրիմիտիվը։ Երեխան օրինակ եթե լավ կուշտ կերել է,
Maman բոլոր խնամքի միջոցառումները արել է, տաղդիրը փոխել է, օդը լավն է, սառն է, խոնավ է, ամեն ինչ լավ, բայց երեխան քնելուց հետո մի քիչ ժամ 40 րոպե հետո սկսում է լացել էլի կամ անհանգստանալ, ես միշտ խորհուրդ եմ տալի մի հատ փորձել դիրքը փոխել մի քիչ, չշտապեն գրկել, որովհետև ամենա այն տրիվիալ երեխան կարող ուղղակի դիրքը ուզենա փոխի, իսկ ինքնուրույն դա չկարողանա անի։ Ու շատ հաճախ այդ աշխատում է։ Դեպքերի մեծամասնությունում, եթե վստահ ես, որ ուրիշ sense դարդ չունի այդ երեխան, մի փոքր դիրքափոխությունը հանգստացնում է իրանց ու իրանք արդեն շարունակում են քնել։ Լաց կա օրինակ ուտելու պահանջի հետ, այդ լացը հիմնականում sense ընդհատվող լաց է լինում ու ինքը ուղեկցվում է բերանով որոնման այդ շարժումներով ու իրականում շատ որ մի անգամ տենց մաման այդ լացը լսի, այդ իր նորածնի մանգալը բերանով տեսնի, ինքը այդ լացն ուրիշ լացի հետ չի շփոթոթել։ Կալած ցավային, օրինակ կյանքի երրորդ շաբաթից հետո, երբ որ փորացավն է սկսվում, այդ ժողովրդի մեջ ասած բանը գազիկները, այդ լացը դա ցավային լաց է, ուժեղ գրիմասով ու հիմնական գոռում է երեխան այդ ընթացքում, ոչ թե լացում, այլ գոռում է։ Ու մի հատ հետաքրքիր հետազոտություն կա տենց ձայնագրել են երեխաների լացեր, տարբեր լացեր, եւ փորացավի, եւ պահանջի, եւ այլն։ Ու միացրել են տարբեր մամաներին։ Անպայման չէ որ ամեն մամա իր երեխայի լացը լսի, հա։ Ու սկսել են գրանցել մամաների էմոցիոնալ ռեակցիաները ու նույնիսկ երբ որ մաման չգիտի որ այդ փորացավի լաց, նույնիսկ եթե իր երեխան չի, ինքը չի տեսնում, այլ ընդհանրապես լսում է այդ լացը, իրանց վրա ամենավատը ազդում է հենց փորացավի լացը։ Մայրերի վրա ավելի վատ ազդում է էմոցիոնալ, այո, հենց էմոցիոնալ է ազդում, այդ պահին իրականում ավելի շատ մամային է օգնություն պետք, քան նորածնի։ Հասկանալի է, քան մանավանդ երբ որ առաջնեկն է լինում, այդ ժամանակ շատ ավելի էմոցիոնալ եւ ոչ adekvat է լինում։ Ինչ վերաբերվում է տեղադիրքի փոփոխությանը, երևի թե մի քիչ մանրամասնենք, թե ինչի պետքա ծնողը տեղափոխի, որպես օրթոպեդ կարող եմ ասել, որ կյանքի առաջնային շրջանում բնականաբար դեր մկանային համակարգը զարգացած չի եւ թույլ չի տալիս երեխային տեղաշարժվել ինքնուրույն եւ դրա համար է պետք որ դիրքը փոփոխել եւ դիրքի հետ կապված կա արդյոք հատուկ դիրք որ պետք է երեխաներին այդ դիրքով պահել որովհետեւ շատ լավ գիտեք տատիկները արգելում են մեջքի վրա պարկել հաճախակի ստիպում են պետք է տարբեր կողմերի վրա պարկասնել որ հանկարծ գլուխը քառակուսի չլինի այդ խոսքերը մեր շատ հաճախակի ես լսում եմ կա միանշանակ ու այդ եթե օրինակ դիտարկենք նորածնային հանկարծամահության համախտանիշի տեսանկյունից ապա ամենաանվտանգ դիրքը երեխայի մեջքի վրա դիրքն է գլուխը մի կողմի թեքած որ կողմ էական չի նո ակնհայտ է որ մինչև 3 ամսականը նորածինը դեռ իր գլուխը չի կարողանում պահի շատ ծանր է իր համար ու հենց ինքը քնի գլուխը ընկնելու է կամ աջ կամ ձախ չի կարողանալու ուղի գծով լինի ու ընդ որում եթե գլխատակն է մի փոքր թեքություն տան գլխատակը ավելի բարձր լինի այն մարդիկ ովքեր գոնե մեկ անգամ ծննդավ բերել են ու տեսել են բոլոր ծննդատների այդ մահճակալները նորածնային իրանք կհիշեն որ նրանք բոլոր թեքեն ու դա հենց նենց չի հատուկ թեքությամբ է մոտավորապես 15-ից մինչև 40 աստիճան 40 շատ է մի 10-15 աստիճան է իրականում պետք մեզ նպատակն է նա որ երեխայի կերած կաթը հետ չգա բերանը որովհետև իրանց մոտ ստամոքսի մուտքի այդ սեղմանը դեռ չի աշխատում դա ուղղակի ֆիզիոլոգիապես չի աշխատում իսկ հանկարծամահության տեսանկյունից ամենավտանգավոր դիրքը փորի վրա դիրքն է երեխաների մոտ իրականում կա պաշտպանական ռեֆլեքս եւ երբ որ դու դնում ես իրանց փորի վրա ինքը գլուխը թեքում է մի կողքի բայց ընթացքում ոնց է չլինի ինչ որ ակտիվություն կցուցաբերի ու կուզենա գլուխը շարժի
գլուխը այն աստիճանի չի, որ ֆիքսված մնա բանի ներքնակին, ինքը ոնց է չլինի կկանա բան բարձրացնի ու գցի էլի ու կարա ստացվի նենց որ ինքը դեմքով մտնի ներքնակի մեջ ու էլ չկարանա դիրքը փոխի ու դրա համար հենց խոսքը գնում է բան գիշերային քնի մասին, երբ որ մաման է պապան է քնած են ցերեկը ինչ դիրքով ուզենան իրականում կարան քննացնեն, որովհետև իրանք արթ-արթուն են ու հետևում են նորածնին, բայց գիշերը միայն մեջքի վրա։ Կողքի վրա դիրքը ինքը ստատիստիկորեն նույնքան վտանգավոր է, ինչքան փորի վրա դիրքը, որովհետև ցանկացած պահի երեխայի այդ սպոնտան շարժումների պատճառով երեխան կարա շուռ գա էլի փորի վրա ու տերից արդեն սցենարը པարզ է։ Լիարժեք մի ուսի վրա քնացնելը կարա իրականում անհարմար լինի, որովհետև այն թևը, որ կմնա իր մարմնի տակ, կարա թմրի։ Շատ երեխեք օրինակ դրանից է կարող նեղվեն։ Պարկասնեն մի 15 րոպե հետո երեխան սկսի գոռալ։ Ու շատ անգամ նույնիսկ պարտադիր չի պարկասնել մեկ-մեկ անցամդ գրկում են երեխային ու այն ծնողին նայող թևը երեխայի սկսում է sense մանուշակագույն գույն բան անել ստանալ ուղղակի սեղմվում է արյան շրջանառությունը այդ վերջույթ քչանում է թմրացության զգացում է երեխուն ստիպում է գոռալ որպես կանոն լացը պաշտպանական մեխանիզմ է դա միանշանակ գոռում է որ փրկեք ինձ երիքա ինձ սիրեք փրկեք ինձ մենք երկու բնածին վախ ունենք բոլորս մեկը մենակության վախն է մյուսը բարձրության Եթե նորածինը զգա, որ ինքը մենակ է, то есть ներկայություն չզգա իր շուրջ, ինքը լացելու է։ Դրանից է որ օրինակ քնացնում են, դուրս են գալիս սենյակից երեխան զարթնում լացով։ Եթե իհարկե ադապտացնեն իրանք լաց ատանալուց հետո անմիջապես լաց չի լինի, բայց հիմնականում տենց է լինում։ Իսկ բարձրության վախը բոլոր ծնողները ինձ թվում է զգացել են, երբ որ երեխային մի պահ մի քիչ օդում շարժ են կամ գրկած վիճակից քնացնելուց հետո փորձ են դնել մահճակալի վրա, այդ մի պահ մի տեսակ երեխան անկշռելիության զգացում է ունենում, երբ որ օդում է ու վերաթռնում։ Իսկ դրա դեմ պայքարել ոնց անել, որ երեխան նմանատիպ զգացողություններ չունենա, կա օգտագործվում է բնիկներ, այո, ռուսերեն ասեմ կոկն Շատ ծնողներ, երբ որ ասում բնիկ է պետք, չեն հասկանում, երբ որ ասում կոկն նոր պատկերացնում են դա ինչա։ Կոկնի ամբողջ գաղափարը բնիկի այն է, որ մենք իմիտացիա անենք գրկվածության զգացումը։ Այսինքն երեխան պետք է մի քիչ սահմանափակ տարածքում քնի, մի քիչ կուչեկած, որ իրան զգա գրկված։ Ու այդ դեպքում հանգիստ է լինելու։ Եվ հենց սրանից էլ բխում է իմ երկրորդ հարցը, դա բարուրն է։ Բարուրը գիտեք շատ տարածված էր մանավանդ որ մեծահասակները ասում էին որ պետք է պարտադիր ամուր բարուրել որպեսզի երեխայի ոտքերը ծուռ չմնան, հա։ Մենք շատ մեծ պայքար ենք ունեցել բարուրի դեմ, մենք մեծ կրթական արշավ ենք կատարել մի քանի տարի շարունակ Հայաստանի բոլոր մարզերում, որպեսզի նմանատիպ խնդրից ազատվենք։ Հիմա խնդրում եմ բարուրի մասին խոսեք, ինչ նշանակություն ունի բարուրը, ունի լավ նշանակություն, վատ նշանակություն, ինչ հետքեր է թողնում, պետք չէ, սրա մասին խոսենք եւ մաքսիմալ պարզ, որ մեր հեռուստադիտողները հասկանան։ Ես իրականում հստակ բան չկա թե երբ առաջացել բարուրը ու ինչի համար, ենթադրաբար շուտ չի եղել փոքր ինչ որ ձևով փաթաթել են երեխային։ Ենթադրում են նաև որ երբ որ այն ժամանակներից երբ որ ձիավարում էին երեխային պետք է ձիգ փաթաթել, որ այդ ճոճից որևէ բան չպատահի երեխայի հետ։ Ամեն դեպքում բարը մնացել է անցյալում։ Մինչև վերջին մի քանի տարին դեռևս հələ մեկ գալիս էին խորհրդատվության բարուրած նորածնով հիմա ամեն դեպքում մայրաքաղաքում կարծես թե վերացել է մարզերում վստահ եմ հələ կլինի որովհետև մարզերում տատիների ազդեցությունը ավելի ուժեղ է հա ասեմ նախ ինչով են արդարացնում բարուրը դե մեկը որ հաստատ ոտքերը ծուռա ու պիտի դզվի բոլորս ծնվում ենք ոտքերով
անհասկանալիան չի այտենց ստացվում ու բարով դզվում, որ ողնաշարը մնա ուղիղ, որ տաք լինի, որ հանգիստ լինի, կարելի է կարծել ում էլ տենց ձիգ փաթաթեն դժվար անհանգիստ կանապահի իրան, բոլորը պետք է հանգիստ լինեն։ Ինչ վատ բաներ կա ստեղ արդեն ապացուցված։ Նախ ձիգ փաթաթած երեխան ու ընդհանրապես մարդ սառում է։ Դա կհասկանան այն մարդիկ, ովքեր օրինակ ձմռան կոշիկը պատահաբար մի քիչ կիփ են առնում կամ հենց իրանց չափսը, սովորաբար մի քիչ մեծ ենք առնում, չէ՞, որ օդի շերտ մնա, օդի կոշիկի արանքում, որ տաք լինի օդը։ Ցանկացած վերջույթ մի քիչ ձիգ փաթաթենք, սառում է, արյան շրջանառությունը թուլանում ու սառում է։ Երեխայի կրծքավանդակի էքսկուրսիան է թուլանում, դա շնչառությունը լիարժեք չի լինում, կրծքով սնուցումը կարա տուժի տեղ, որովհետև սովորաբար վիզնել են փաթաթում ու երբ որ ձիգ ֆիքսում են գլուխը, նորածինը չի կարողանում ոչ վիզը շարժի ազատ, ոչ կզակը։ Ու ամենավատը, ամենավտանգավորը դա կոնքազդրային հոդի զարգացող հոդախախտն է, որը որ հաստատված է լիքը հետազոտություններով, որի դեմ հիմա արդեն ամբողջ հանրապետությունով արվում է սկրինինգ հետազոտություն, որ դեպքերը բաց չթողնենք, ու միակ պատճառը դրա, որը հասցնում է մարդուն հաշմանդամության այդ բարվելն է։ Կոնքազդրային հոդի բնածին հոդախախտերի, դիսպլազիաների հետ կապված ժամանակին կար նաև ծրագիր, որը իրականացնում էր նաև մեր լուսահոգի ավագ ընկեր Բախշեցյան Աշոտը, մանկական օրթոպեդ, եւ ես բախտ եմ ունեցել որպես կլինիկական օրդինատոր իր հետ շրջագայեմ Հայաստանում եւ այս հետազոտությունները կատարենք եւ ծնողների հետ կատարել նաև ուսումնական process-ներ, ասեմ, որ իհարկե շատ էր այն ժամանակ կոնքազդրային հոդի բնածին հոդախախտերը եւ դիսպլազիաները, որոնք որ ի պատիվ մեր ավագ ընկերների կատարած հսկայ ծավալ աշխատանքի արդեն իսկ հասել եմ մինիմալի, եւ քանի որ դուք էլ ժամանակին զբաղվում եք սկրինինգով, կոնքազդրային հոդերի ուլտրաձայնային հետազոտություններով, հիմա էլ կփաստեք, համոզված եմ, որ հսկայական փոփոխություններ կան։ Այո, միանշանակ։ Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Իսկ ես հիշեցնեմ, որ Immunized հաղորդաշարի գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշը իր համաշխարհային բրենդի էնդոպրոթեզներով։ Այս էնդոպրոթեզները մեծ հռչակ են վայելում Ամերիկայում, Եվրոպայում եւ Ճապոնիայում։ Սրանք պատրաստված են բարձրորակ նյութերից։ Ձեր օրգանիզմը արժանի է United Orthopedic-ին։ Իսկ մեր գործընկերոջ հետ կապ հաստատեք ներքոնշյալ հեռախոսահամարով։ Ջանազյան, այժմ անցում կատարենք խնամքին, որը շատ է հետաքրքրում մեր ծնողներին, ինչպես մշակել պորտը, ինչպես լողացնել երեխային, մինչև հիմա տարածված է շատ ընտանիքներում, որ պետք է կալիումի պերմանգանատի լուծույթով, այսինքն բոլորից հայտնի մարգանցովկայի թույլ լուծույթով պարտադիր լողացնել ու մշակել պորտը։ Ինչ կասեք խնամքի մասին, քանի որ ես գիտեմ դուք շատ լուրջ մասնագիտացել եք երեխայի խնամքի մեջ։ Այո, պորտը մշակել պետք չի ընդհանրապես, դա արդեն շատ վաղուց։ 3 սենց պատվիրան ունի պորտը, ինքը պետքա լինի մաքուր, չոր ու բաց, ոչ մի բանով պետք չփակել։ Խորհուրդ ենք տալիս առաջին մի ամսվա ընթացքում տաղդիրի այդ շերտով էլ չփակել իրան, որ չորանա, լավանա ու մոռանանք դրա մասին։ Ինչ վերաբերում է լոգանքին, կալիումի պերմանգանատի
աղը լուծվում է ջրում 100%, 70 եւ ավելի ջերմաստիճանի պայմաններում։ Ես ինքս տեսել եմ այրվածքներն իրա ու խնդիրներն են նա, որ այն ջերմաստիճանը, որով որ երեխային լուղացնում են, ինքը լիարժեք չի լուծվում, ու այդ կրիստալները, ասենց ասած, կարա գնա հասնի մինչև աչք, շնչուղիներ ու առաջացնի քիմիական այրվածքներ։ Մի հատ տենց դեպք հիշում եմ, երբ որ բերել էին լավ խոր այրվածքով։ Ու բացի այդ էլ ինքը ուժեղ անտիսեպտիկ նյութ է ու լավ կչորացնի երեխայի մաշկը, որևէ առավելություն չի տա մեզ մաքուր ջրից։ Շատ ատերչերը դա երիցուկ, ասենց հավելումներ են ավելացնում, նույնիսկ օճառը հակաբակտերիալ պետք մեզ պետք է մաքուր ջուր 34-ից 37 աստիճանի տիրույթում, որ չվառենք երեխային ու նուրբ մաքրող մանկական միջոց։ Իսկ կան ինչ-որ միջոցներ, որ խորհուրդ է տրվում երեխայի խնամքի համար։ Դրանք լինեն լոսյոններ, կրեմներ կամ այլ քսուկներ։ Այդ խնամքի մասին ավելի մանրամասն խոսենք, քանի որ ես համոզված եմ մեր հեռուստադիտողներին դա շատ կհետաքրքրի, դա բաց է մեր մոտ։ Տեսեք, ժամանակին նույնիսկ լոգանքի մասով կար սահմանափակում, շատ տենց կարծիք կար, որ պետք է երեխային մի անգամ օճառել շաբաթական։ Հիմա իրականում այդ ժամանակները չի էլ, այն ժամանակ մարդիկ մի հատ օճառ ունեին, այդ օճառով լվացվում էին, լողանում էին, լվացք էին անում եւ այլն, ու ինքը սովորաբար շատ ագրեսիվ չորացնում էր մաշկը։ Իսկ հիմա կան նորմալ մանկական միջոցներ, մենք նույնպես արտադրում ենք, հասա նրան, որ ոչ մի արտադրողի բաղադրություն այդ չի կարողանում 100%-ով ընդունել, այսպես ասած, մեկի մոտ մի բան էր լավ, մեկի մոտ մյուսը, ու եկանք նրան, որ սկսեցինք արտադրել ստեղ արդեն այն ինչ որ մեզ պետք է, այն ինչ որ առանց կոմպրոմիսների, այսպես ասած։ Ու տեղում արտադրված խնամքի միջոցները մի հատ լավ առավելություն ունեն, այդ միգուցե շատերը չիմանան, դու հնարավորություն ես ունենում մինիմալ կոնսերվանտ օգտագործես։ Մյուս կիսագնդից, ուրիշ աշխարհամասից եկած խնամքի միջոցի մեջ միշտ շատ կոնսերվանտ է լինում, որ այդ լոգիստիկայի ընթացքում այդ պրոդուկտը չփչանա։ Իսկ ստեղ մենք այդ հնարավորությունը ունենանք մաքուր, բնական, առանց կոնսերվանտների միջոցներ, մենք ունենք լոգանքի գելեր առանց արցունքների ու 0+, որը անցել է պետական սերտիֆիկացիա, հոնավացնող կաթիք ունենք, տակդիրի քսուկ ունենք, մերսման յուղ ունենք եւ այլն։ Բազան այն ինչ որ հենց առաջի օրվանից մեզ պետք է լինելու, երբ որ տանը նորածին կա, դա լոգանքի գելն է, ընդ որում ամբողջ մարմնի համար։ Դա որևէ խոնավացնող միջոցն է, կաթիկը իհարկե ամենահարմարն է, որտեղ ինքը ավելի ջրիկ է, քան քսուկը ու հեշտ է տարածվում։ Եվ տակդիրի տակի քսուկը, որում պետք է պարտադիր լինի ցինկի օքսիդ, որպեսզի պաշտպանի այնտեղ ավելորդ խոնավությունից երեխայի մաշկը։ Ու այդ ամենը արտադրում եք դուք, դա ձեր անձնական բրենդն է, ձեր մտահղացումն է, ամբողջությամբ հայկական արտադրանք։ Ամբողջությամբ հայկական արտադրանք է, հումքի մեծ մասը ճիշտ է ներկրում ենք Եվրոպայից, տարբեր երկրներից, այդ թվում Արգենտինա, Աֆրիկա եւ այլն, այն յուղերը, էմուլենտները, որոնք որ ավելի լավը վերցնել իրանց հարազատ երկրներից, ներկրում ենք այդտեղից, ստեղ էքստրակտներն ենք ստանում ծաղիկների, մենք նույնիսկ այդ տարաները ինչի մեջ լցնում ենք, մեր մոտ բարձր խտության պոլիէթիլեն է, ընդհանրապես իգիտություն մեր հեռուստադիտողներին, երեխաների սպասքի եւ խաղալիքների համար երկու պլաստիկ նյութ կա, որը ունի ոնց որ թույլ տվություն, որ իրանից արտադրվի խաղալիք կամ մանկական սննդի սպասք, դա պոլիպրոպիլենն է ու բարձր խտության պոլիէթիլեն է, անգլերեն HDPE։ Այդ երկու նյութը որևէ կերպ միջուկի հետ, այսինքն
տարեի մեջինի հետ փոխհարաբերությանն չի մտնում, ինչքան էլ տաքացնես կամ սառացնես։ Ու իրանք լիարժեք վերամշակվող են։ Եթե տարան թափանցի կա, դա չի կարող լինի HDP, չի կարող լինի PP։ Ինքը պետք է կա լինի լրիվ փակ, արևի ճառագայթներից պաշտպանված, ու դա էլ պետք է մարդ իմանա, որ խնամքի միջոցը առնելուց ցանկալի է, որ դա լինի ոչ թափանցիկ։ Իհարկե խոսքը յուղի մասին չի, այլ հենց ոնց որ բարդ միացությունների, ինչպիսի օրինակ խոնավացնող կաթիկը կամ լոգանքի գելը։ Իսկ ինչպես է կոչվում ձեր բրենդը։ Երկար չմտածեցի իրականում այդ մասով, թե ոնց անվանենք, ինձ բոլորը գիտեն որպես Բժիշկ Ջանազյան, ու բրենդն է կոչվում է Ջանազյան։ Շատ տրամաբանական է, շատ պրիմիտիվ, բայց տրամաբանական, կիրառական եւ շատ տրամաբանական։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ այժմ կդիտենք փոքրիկ տեսահոլովակ, որտեղ Բժիշկ Ջանազյանը անձամբ ցույց կտա, թե ինչպես է կատարվում նորածնի խնամքը եւ զննումը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ Իմունիտետ հաղորդաշարը ստեղծվել է ձեր համար, այնպես որ մենք սպասում ենք ձեր հարցերին, կարող եք ձեր հարցերը հղել մեր սոցիալական կայքերի էջերին, տեքստային տարբերակով, ձայնային տարբերակով կամ ուղղակի վերցրեք հեռախոսը, նկարեք ձեզ, պատմեք ձեր պատմությունը, ձեր հիվանդության պատմությունը եւ մենք անպայման կանդրադառնանք այդ ամենին։ Իսկ ես կարող եմ վստահեցնել, որ բոլոր հաղորդագրություններին կհետևեմ եւ կպատասխանեմ անձամբ ես։ Իսկ ավելի շատ հնչող հարցերին կանդրադառնանք հետագա հաղորդաշարերում։ Նոր կյանքի ծնունդը մեծագույն հրաշք է, բայց եւ հսկայական պատասխանատվություն։ Մանկաբույժ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի աշխատասենյակում ամեն օր հանդիպում են նորածնի առաջին ժպիտներն ու ծնողական անսահման հուզմունքը։ Այսօրվա փոքրիկ այցելուն ընդամենը մի քանի շաբաթական է։ Սկսվում է պարտադիր պրոֆիլակտիկ զննումը, հասակ, քաշ, ռեֆլեքսների ստուգում եւ մկանային տոնուսի գնահատում։ Բժշկի համար յուրաքանչյուր գրամն ու շարժումը կարևոր ինֆորմացիա է։ Նրա վստահ ու նուրբ հպումներից փոքրիկն իրեն լիովին ապահով եւ հանգիստ է զգում։ Սակայն նեոնատոլոգի աշխատանքը միայն մարմնական զննումը չէ։ Մեր տեսախցիկի առաջ երիտասարդ մայրիկ է, ում աչքերում դեռ կան վախեր ու հարցականներ։ Բժիշկ Ջանազյանը համբերությամբ լսում է, ցրում անտեղի խուճապն ու տալիս ամենապրակտիկ խորհուրդները, սկսած ճիշտ կերակրումից մինչև խիթերի հանգստացում։ Նա օգնում է մայրիկին վստահել սեփական բնազներին եւ հենվել ժամանակակից ապացուցողական բժշկության, այլ ոչ թե հնացած միֆերի վրա։ Բայց կլինիկայում կա մի գոտի, որտեղ պայքարը կյանքի համար աներևակայելի լարված է։ Կադրերը մեզ տեղափոխում են հիվանդանոցի ամենազգայուն կետը՝ նեոնատալ ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Սա մի ուրիշ աշխարհ է, որտեղ ժամանակը չափվում է մոնիտորների զարկերով։ Ապակիներից այն կողմ վաղաժամ ծնված կամ առողջական խնդիրներ ունեցող փոքրիկներն են, որոնք դեռ պետք է կառչեն կյանքից։ Բժիշկ Ջանազյանի հայացքը այստեղ խիստ կենտրոնացած է։ Էկրանի ամեն մի թիվ, նորածնի յուրաքանչյուր շնչառություն կենսական նշանակություն ունի։ Անքուն գիշերներ, գերլարված աշխատանք, ահռելի պատասխանատվություն եւ մեկ գերագույն նպատակ՝ փրկել այս փխրուն կյանքերն ու ծնողներին պարգևել առողջ բալիկով տուն վերադառնալու բացարձակ երջանկությունը։ Այստեղ հասկանում են, նեոնատոլոգ լինելը պարզապես աշխատանք չէ, սա կյանքի պահապանի լուռ, բայց հզոր առաքելությունն է։ Հաղորդման գլխավոր հովանավորն է United Orthopedic ապրանքանիշն իր էնդոպրոթեզների համաշխարհային բրենդով։ Իսկ հիմա անցնենք մեր հեռուստադիտողների ուղարկած պրակտիկ հարցերին։ Բժիշկ Ջանազյան, ես կարդամ մեր հեռուստադիտողների կողմից ուղարկված հարցերը, իսկ դուք խնդրում եմ կարճ պատասխանեք։ Բալիկից ձեռքերն ու ոտքերը գրեթե միշտ սառն են, թեև սենյակում տաք է։ Բալիկս հավելյալ ջերմության կարիք ունի, թե չէ։ Այդ շատ լավն է։ Դա ամենահաճախ դրվող հարցն է։ Բոլոր նորածինների մոտ վերջույթները միշտ ավելի սառն է։ Ու պետք չի դրանով կողմնորոշվել
նորածնին ցուրտ է, թե շոկ։ Պետք է կամ ծոծրակին ձեռք տալ, կամ պետք է եթե տկլոր է, ուղղակի ձեր ափը դնեք իր մարմնին ու տենց կհասկանաք։ Ձեռքերի ու ոտքերի ջերմաստիճանը չի արտահայտում երեխայի մրսելը կամ շոկելը։ Շատ հաճախ եթե ոտը բռնում են ու մեր ափից ավելի տաք է լինում, ուրեմն մարմինը վաղուց եփում է։ Երբ պետք է կատարել կոնկազդրային հոդերի սոնոգրաֆիա եւ արդյոք դա պարտադիր է բոլորի համար։ Սոնոգրաֆիան արվում է այդ առաջի օրերին, քանի դեռ երեխան ծննդատանն է։ Եթե ամեն ինչ լավ է լինում, էլ չեն կրկնում։ Եթե որոշակի չափումներից հետո ռիսկի խմբի մեջ է լինում, կրկնվում է արդեն հետազոտությունը, սովորաբար 2 շաբաթից 1 ամսվա տիրույթում։ Մենք խորհուրդ ենք տալիս որպես օրթոպեդ նաև 1.5-ից 2 ամսվա ընթացքում նաև կրկնակի այց։ Բոլոր դեպքերում, Եթե խնդիր ենք տեսնում, առաջն է, եթե չէ։ Եվ հիմա արդեն անցում կատարենք բլից հարցերին, քանի որ մեր ժողովրդի մոտ հասարակության մեջ կան բազմաթիվ միֆեր։ Ես կկարդամ կարծրատիպերից եւ դուք կարճ հերքեք կամ հաստատեք։ Եվ փոքրիկ կոմենտարիա նույնպես կարող եք։ Եթե երեխան լացում է, միանգամից մի գրկեք, թող մի քիչ լացի, որ թոքերը բացվեն, հակառակ դեպքում երես կառնի։ միֆա, երբ ուզեք կարող գրկեք, իր թոքերը ծնված պահից սկսած արդեն բաց են։ Երեխային պետք է շատ պինդ բարուրել, որ ոտքերը ուղիղ լինեն, կարծում եմ սրան արդեն անդրադարձել ենք։ Անցնում մյուս հարցին։ Մինչև 6 ամսական երեխային պետք է լրացուցիչ ջուր խմացնել, նույնիսկ եթե նա բացառապես կրծքով է սնվում։ Միֆա, ոչ մի հանձնարարականում չկա նման բան, ջուր հավելյալ երեխային պետք չի, բավարար քանակի ջուր եւ կրծքի կաթնումի եւ արհեստական կաթնախառնուրդի մեջ կա։ Բրիժ Ջանազյան, շնորհակալ եմ այսքան հանգստացնող եւ ջերմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ծնողներ, հիշեցնեմ, որ մանկածնային հասակը թեկուզ եւ շատ բարդ է, պատասխանատու, սակայն այն շատ կարճ է։ Այնպես որ հանգիստ եղեք։ Վստահեք գիտությանը եւ վայելեք ձեր երեխաների հետ ամեն մի վայրկյանը, քանի որ ժամանակը կանգ չի առնում եւ այդ պահերը երբեք այլևս չեն կրկնվելու։ Վայելեք կյանքը ձեր բալիկների հետ միասին։ Եղեք առողջ իմունիտետի հետ միասին։ Սա իմունիտետն էր եւ ես բժիշկ Գրիգոր Ավետյանը։